Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մենք նորից եթերում ենք, բարի երեկո։ Սպասիր ինձ, այս երկու պարզ բառում անսահման հույս ու լավատեսություն կա։ Հենց հույսն ու լավատեսությունն են ստիպում մարդկանց դիմել մեզ եւ սպասել բաղձալի խոսքերին։ Մենք գտել ենք ձեր հարազատին։ Այս խոսքերը լսելու երազանքով են իրար կորցրած մարդիկ դիմում մեզ։ Հենց այդ խոսքերն են որոնումներ սկսելու ամենամեծ դրդապատճառը։ Ու երբ մեր եթերից դիմում ենք բազմահազարանոց լսարանին, այդ պահից ավելի է մեծանում հույսը։ Ավելի մեծ է դառնում հավատն առ այն, որ հանդիպում կայանալու է։ Ծնողներին կամ զավակներին, վաղեմի սիրեցյալներին, վանակային ընկերներին, հեռու կամ մոտ ազգականին գտնելու ցանկությունը ստիպում է մարդկանց վստահել անծանոթներին։ Եվ այստեղից սկսվում է բարի գործերի ու նոր ընկերների երկար շղթան։ Փնտրտուքի ճանապարհին նորանոր ծանոթություններ են գրանցվում, որոնք էլ արդյունքում հասցնում են ամենակարևոր փնտրողի եւ փնտրվողի հանդիպան կետին։ Հենց այդ կետի սպասումով մենք սկսում ենք այսօրվա թողարկումը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք ողջունում ենք որոնումներ սկսելու ձեր նախաձեռնությունը եւ ձեր կողքին լինելով այդ դժվարին ճանապարհին, անում ենք ամեն բան, որ հանդիպման երանելի պահը հնարավորինս շուտ գա։ Մեր հեռուստադիտողներից եւս մեկը կհամալրի հայտատուների շարքերը։ Այսօր նա մեր տաղավարում է։ Հիմավոր ենք։ Համեցեք։ Բարի երեկո։ Ներկայացեք, խնդրեմ։ Ես Ջուլիետա Շահնազարյանն եմ, Երևանից, փնտրում եմ տատիկիս եղբայրներին, որոնց նա կորցրել է գաղթի ճանապարհին։ Պարզ է, նրանք կենթանի չեն լինի, նրանց ժառանգները կենթանի կլինեն։ Տատիկս Վարինկա Սահակի Ավագյանը ծնվել է 1904 թվականին Նախիջևանի Կզնուտ գյուղում։ Ունեցել է մի քույր եւ 4 եղբայր։ 3 եղբայրները Խաչատուր Ավագյան ծնված 6 թվականին, Խորեն Ավագյան ծնված 8 թվականին եւ Ավետիք Ավագյան ծնված 10 թվականին։ Մի եղբայր են ունեցել, որը ֆիդային է եղել, նրա տարեթիվը չեմ հիշում, դա նրանցից մեծ է եւ մի քույր։ Իրար կորցրել են ամերիկյան որբանոցում։ Եղբայրը, քանի որ եղել է ֆիդային, բացակայել է երկար ժամանակով։ Մի անգամ երբ հետ է վերադառնում տուն, հարևան թուրքը խորամանկորեն դուրս է կանչում եւ թրի մի հարվածով գլխատում նրան հենց տան շեմին։ Մի հարևան ուրիշ թուրք, որը բավականին բարյացակամ է տրամադրված լինում մերոնց ընտանիքին, խորհուրդ է տալիս շտապ հեռանալ, որտեւ նույն թրատումն է իրենց սпасելիս լինում։ Տանջված, սոված մի կերպ հասնում են Երևան։ Երևանի երկաթուղային կայարանում մահանում են ծնողները եւ քույրը։ Ամերիկյան որբանոցը իր հովանու տակ է վերցնում այդ 4-ին էլ։ Մի քանի ամիս անց որբանոցի կողքով անցնելիս մեր բարեկամներից, որոնք արդեն փախած են լինում, նկատում են երեխաներին ճանաչում, մոտենում են ղեկավարությանը եւ խնդրում երեխաներին վերցնել որդեգրման նպատակով։ Մերժում են։ 2 անգամ դիմելուց հետո, երբ մերժում են, բարեկամները որոշում են փախցնել երեխաներին։ Հասցնում են, կարողանում են միայն փախցնել տատիկից, դարպասի ճաղերի արանքից։ Մերոնք որոշում են հաստատվել Դոնի Ռոստովում, քանի որ այնտեղ կար հայկական համայնք։ Նորից մի դժվարություն է առաջանում, տատիկը փաստաթուղթ չի ունենում, դա մնացած է լինում որբանոցում ամերիկյան։ Մի բիթլիսցի գաղթական Կոստին Շահնազարյան անունով առաջարկում է իր մահացած կնոջ փաստաթղթերից օգտվել։ Առաջարկն ընդունվում է եւ մերոնք բարեհաջող հասնում են Դոնի Ռոստով, հաստատվում այնտեղ։ Հետագայում տատիկս ամուսնանում է, Կոստինը ամուսնանում է տատիկիս հետ, ունենում են 4 երեխա, 2 աղջիկ, 2 տղա։ Այդպես լավ նորմալ ապրում են, մոռանալով արդեն վիշտն ու դժվարությունները, բայց 34 տարեկանում պապիկի ատամը հեռացնելու պատճառով արյան վարակում է ստանում, մահանում է։ Տատիկը որոշում է 39 թվականին արդեն երեխաներին վերցնել գալ Երևան եւ գտնել եղբայրներին։ Չի հաջողվում, հայրիկս երբ վերադառնում է պատերազմից,
մասնակցում է, բայց 55 թվականից սկսում են որոնումները։ Որոնումները սկսում են 55 թվականից մինչև այսօր մենք տարբեր ճանապարհներով ման ենք գալիս։ Տատիկս երբ մահացավ 64 տարեկանում, նրա պատգամը հետևյալն էր. հորս կանչեց եւ ասաց. «Գառնիկ, գտիր իմ եղբայրներին եւ մի բուռ հող լցրու իմ գերեզմանի վրա»։ Կարծում եմ նրանց վերջին ցանկությունը իրոք արժանի է ուշադրության։ Իհարկե։ Առանց փշաքաղվելու հնարավոր չէ լսել ձեր պատմությունը։ Ֆիլմերում, գրքերում երբեմն սցենարիստներն ու գրողները մեծ ջանքեր են գործադրում ընտանեկան սագա, ընտանեկան պատմություն հորինելու համար։ Սա հորինվածք չէ, սա իրականություն է ու շատ լավ է, որ դուք բավականին շատ մանրամասներ գիտեք։ Սերնդեսերունդ այս պատմությունը փոխանցվել է ձեզ։ Մենք խնդրում ենք ձեզ օգտագործելով հեռուստաեթերի հնարավորությունը դիմել այն մարդկանց, ովքեր գուցե գիտեն ձեր ազգականներին, ձեր ընտանիքի անդամներին կամ հանդիսանում են նրանց անմիջական շառավիղը։ Համեցեք։ Խնդրում եմ ձեզ, եթե որևէ մեկը լսում է այս պատմությունը եւ կգտնի մեկին, որը կճանաչի նրանց, տեղյակ պահեք մեզ, շատ ուրախ կլինենք մեր հարազատներին տեսնելու, շատ ուրախ կլինենք։ Մենք շնորհակալ ենք շատ, որ այսօր մեր տաղավարում էիք եւ հիացմունքի է արժանի այն հաստատակամությունը, որով դուք ուզում եք լույս սփռել 100 տարի եւ ավելի վաղեմություն ունեցող պատմության վրա։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ շատ։ Որոնումներին այս պահից կոչ ենք անում միանալ նախագծի կամավորներին։ Ձեր օգնության կարիքն այս գործընթացում մենք շատ ունենք։ Սպասերինց հեռուստանախագծի խմբագրությունը չի դադարում որոնումների հայտեր ստանալ։ Օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք երկար մտածմունքներից հետո վերջապես որոշում են գործընթացը սկսել։ Ու էական չէ ինչ պայմաններում եւ ինչ պատճառներով են կորցրել հարազատ մեկի հետ կապը։ Կյանքի ինչ-որ փուլում պարզ է դառնում, որ վերամիավորումը կենսական անհրաժեշտության պես մի բան է։ Եվ այդ գիտակցումն էլ ստիպում է քայլերը դեպի մեր խմբագրություն ուղղել։ Ուրեմն նույն տրամաբանությամբ օրեցօր ավելանում է եւ այն մարդկանց թիվը, որոնք վստահում են իրենց հարազատի որոնումները «Սպասիր ինձ» նախագծին, որոնք հասկանում են, որ հեռուստաեթերը հզոր գործիք է, որը կարող է կամուրջ դառնալ նույնիսկ հեռավոր երկրերի միջև։ Այն փաստը, որ իրար կորցրած մարդկանց թիվը շարունակում է մեծ մնալ, իհարկե չի ուրախացնում։ Փոխարենը ուրախացնում է, որ նրանց կապը վերականգնելու հնարավորություն է ստեղծվում, որ հանուն մեկ մարդու որոնումների ստեղծվում են նոր ծանոթությունների եւ համագործակցությունների երկար ու ամուր շղթա։ Իսկ այդ շղթայի առաջին օղակը իհարկե որոնման հայտն է։ Դրանցից մեկի հիման վրա նկարահանված տեսանյութը դիտենք հենց հիմա։ Անունը Անահիտ, ազգանունը Հովանեսյան, բայց իր խնդրանքով ես իրեն Անուլ եմ դիմում ու ինքը բոլորին էր առհասարակ ասում, որ իրեն դիմենք հենց Անուլով։ Անահիտի հետ ծանոթացել եմ 2015 թվականի վերջում, երբ որ միասին գնում էինք լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիա։ Մի անգամից հետաքրքրությունները զուգադիպում են ու ձևավորվում է այն ընկերությունը, որը մինչև հիմա կա, չնայած նրան, որ կապ չունենք իրար հետ։ Մենք ընկերություն ենք արել մինչև 2018 թվականի գարնան կեսեր։ Իրավիճակը շատ անսպասելի էր։ Մեր ընկերությունը շարունակվում էր, մենք ստուդիան ավարտել էինք իհարկե, բայց կապը պահում էինք, իրար տուն գնալ-գալ, հետո հանդիպումներ դրսում։ Ամեն ինչ լավ էր ու մեկ էլ լինում է իրավիճակ, ինքը կորում է ուղղակի։ Ես մոտ 1 շաբաթ չեմ կարողանում իր հետ կապի դուրս գամ, ոչ զանգի միջոցով, ոչ սոցիալական ցանցերի միջոցով, այսինքն տարբերակ չունեի ու շատ անհանգիստ էի։ Ու նկատում եմ, որ ծոցարթակներից մեկով իր էջի գլխավոր նկարը փոխվում է, դառնում է մի տղամարդու հետ նկար, ոնց որ ջերմ, ոնց որ զույգ լինեին, զանգում եմ,
վերցնում է, ասենց Ռոզ, ես շատ երջանիկ եմ, ես հիմա իմ ապագա ամուսնու հետ եմ, մենք շուտով երկրից գնալու ենք։ Ու նույնիսկ ասաց, որ գնալու են Ռուսաստան, բայց ոչ մի քաղաք չի շեշտում, ու ասաց, ես էս համարն եմ քեզ թողում, եթե ուզենաս, այս սրա միջոցով կկապվենք։ Սկսում եմ լացել, որովհետև դժվար էր, ոնց որ քեզնից մի մասնիկ կորցներ այդ պահին, բայց հույսս այն էր, որ եթե անգամ ինքը երկրից գնա, կապը կարողանանք այդպես պահել։ 1-2 օր պատասխանեց, հետո լրիվ կապը կորավ ու վերջ, էլ ոչ մի սոցեջում ինքը չկար, ոչ մի բան չկար։ Մինչև հիմա այդ ռուսական համարը իմ հեռախոսում կա, մոտավորապես մի քանի ամիս առաջ նորից փորձել եմ զանգեմ, բայց դա տալիս է, որ գոյություն չունի։ Երբ ես փորձում եմ հիշելով մանրամասն ամեն ինչ իրար կողքի դնել, ես մեկը չեմ հասկանում, թե ինչ կատարվեց։ Ամեն ինչ կապված անուլի հետ ես շատ եմ կարոտում։ Այդ ոնց որ իմ ներսում մի հատ բաց տեղ է մնացել, որը չի լրացվում։ Ուրախ կլինեմ, որ մենակ իմանամ ինքը շատ ուրախ է, շատ երջանիկ է, իր կյանքում ամեն ինչ լավ է, ինքը իր երազանքներին հասել է, գոնե որոշ չափով։ Դա գիտեր, որ ես էլ եմ ուզում ընդունեմ ժուրնալիստիկայի ֆակուլտետ ու երբ որ իր մոտ դա չէր հաջողվել դեպքերից ելնելով, ինձ ասաց, եթե դու ընդունվես ու լավ բարեհաջող ավարտես, կստացվի, որ դու մենակ քո նպատակը չես իրականացրել, այլ նաև իմ երազանքն ես իրականացրել, դիպլոմ վերցրեցի, ինձ թվում էր, որ ինքը այնտեղ նստած է ու ասենց մի հատ հայացքով ես իրան եմ կգտնեմ, որ տես ես էլ եմ ավարտել, ես էլ ունեմ այս մասնագիտությունը ու մենք հասանք մեր ուզածին։ Ինչքան էլ ինչ հաջողություններ, ինչ փորձառություններ, որ այս ոլորտում ես ունեցել եմ, այդ ամեն ինչը ես նաև իր հետ եմ կապում, որ ինքն էլ հաստատ սենց կաներ, ինքն էլ կուրախանա։ Այսինքն այն ինչ իմ կյանքում տեղի է ունենում, իր հետ կապված է, չգիտեմ։ Իմ ամենալավ ընկերուհի, ես վստահ եմ, որ դու սա տեսնելու ես ու ես վստահ եմ, որ երբ մենք հանդիպենք, լիքը պատմելու բաներ ենք ունենալու իրար մասին, հուսամ այդտեղ շատ երջանիկ ես։ Դուք ունեք պատմություն, որը պատրաստ եք պատմել մեր եթերում։ Իսկ մենք պատրաստ ենք լսել ձեզ եւ օգնել։ Դուք որոնում եք ձեր հարազատին, իսկ մենք միանում ենք ձեզ ու փորձում իրականություն դարձնել ձեր հանդիպման պահը։ Այժմ պահն է լսելու մեր հեռուստադիտողներից մեկի պատմությունը եւ միավորելու մեր ուժերը նրա հարազատներին գտնելու հարցում։ Բարի երեկո, Համեցի։ Համեցի։ Կխնդրենք ներկայանաք։ Ես Ծառուկյան Արմենն եմ, փնտրում եմ եղբորս Արթուր Ծառուկյանին։ Արարատի մարզի Դիդակ գյուղից ենք մենք։ Քանի տարեկան է ձեր եղբայրը, վերջին անգամ երբ եք հանդիպել։ Արթուրը ծնված է 1970 թվականին։ Վերջին անգամ ինքը դուրս եկել 2000 թվականի հունվարի 2-ին տանից։ Այն նպատակով, որ մեկնի արտասահման Եվրոպա արտագնա աշխատանքների, մեծ դժվարությամբ ինքը հասել է Ուկրաինա, այնտեղ քեռու մոտ մնացել է 2 ամիս եւ մարտի 5-ին ինքը այնտեղից մեկնել է Լեհաստանի ուղղությամբ, որպեսզի այնտեղից գնա Գերմանիա, այնտեղ որքուրի երեխաներն էին այն ժամանակ, իրան պետք է դիմավորեին ու տենց կապը կորել է։ 2000 թվականին ասացիք։ Այո։ Վերջին անգամ Ուկրաինայից փորձել է տեղափոխվել Լեհաստան։ Այո։ Եւ Գերմանիա այդպես էլ չի հասել։ Ոչ։ Գուցե մենք մտածում ենք, գուցե չի անցել Լեհաստան նույնիսկ։ Որտեվ տեղյակ չենք։ Ենթադրենք ինչ որ հանգամանքներ ստիպել են նրան ընդհատել իր ճանապարհը ինչ որ մի կետում, որևէ քաղաքում, որևէ բնակավայրում։ Այս տարիների ընթացքում արդյոք նա փորձեր չեր անի ձեզ հետ կապի դուրս գալու, գտնելու ձեզ, ձեր ծնողներին, ընկերներից որևէ մեկին զանգահարել։ Չգիտեմ, չեմ կարող ասել, ինքը մեր հետ շատ կապվածություն կար, ամեն ինչ, բայց շատ կապված էր։ Դուք տանը քանի երեխա եք։ Մենք 3 երեխա ենք, ես Արթուրը եւ 2 եղբայր եւ քույրս։ Փոքրիկը ձեր քույրն է։ Քույրն է։ Այս տարիների ընթացքում որոնման ինչ որ փորձեր նախաձեռնել եք։ Այո, ես եղել է դեպքեր, որոնց ծանոթներ են հայտնվել, ասենք այդ Լեհաստան
Ուկրաինայի սահմանի վրա, ասենք, նկարներ եմ ուղարկել, խնդրել եմ, պատմել եմ պատմությունը եւ խնդրել եմ ընդեն իրանք էլ որ ունեն։ Կարող եք հիշել, պատմել, կիսվել։ Արտուրը շատ կենսուրախ աշխուժ տղա էր, ինձնից ավելի վառ տենց ինքը, որ միտեղ գնում ենք, ինքը շուտ աշկի էր գնում, իր տենց ուրախ կենսուրախ բնավորությամբ, ընկերասեր, հա, այո։ Մինչև հիմա մանկության ընկերները հարցնում են. ինչ կա Արտուրից, տենց։ Այստեղ Հայաստանում ովքեր են սպասում ձեր ծնողները, ողջ են, կին, երեխաներ ունեցել է թե չէ։ Չէ, կին երեխաներ չի ունեցել, սպասում են ծնողներս, քույրս, ազգականները, մեր հորքուրի, ասենք երեխաներ հորքուրի տենց, ու ընկերությունը շրջապատ է։ Իսկ այստեղ ինչով էր զբաղվում։ Այստեղ հողագործությամբ ենք զբաղվում մենք, աշխատում ենք, գյուղատնտեսությամբ ենք զբաղվում, այդպես։ Պետք է խնդրեմ նաև մի փոքր ձեր մասին պատմեք, արդյոք դուք ձեր ծնողները շարունակում եք բնակվել նույն տեղում, նույն հասցեում եւ եթե Արտուրը ունենար ցանկություն ձեզ գտնելու, հեշտությամբ ձեր հասցեով նամակ կգրեր կամ կզանգեր ձեզ։ Ծնողներս, այո, ապրում են նույն հասցեում, բայց ես ապրում եմ հիմա երկրից դուրս։ Որտեղ եք ապրում։ Գերմանիայում, Եվրոպայում, արդեն 8 տարի է։ Ես վստահ եմ այս տարիների նույնիսկ տասնամյակների ընթացքում դուք բազմիցս մտովի զրուցել եք ձեր եղբոր հետ։ Կյանքի ինչ-ինչ հանգամանքներում իրեն հիշել եք, գուցե իրենից խորհուրդ եք հարցրել մտովի եւ փորձում եք ձեր հուշերում, ձեր մտքերում նրան միշտ արթուն պահել։ Ես հիմա պիտի ձեզ խնդրեմ, որ այդ երկխոսությունը, որ ձեր մտքում, ձեր սրտում վարել եք ձեր եղբոր հետ, բարձրաձայնեք։ Պետք է խնդրեմ, որ նայեք տեսախցիկին եւ դիմեք ձեր եղբորը։ Արտուր ջան, անցել է 26 տարի ու այս 26 տարվա մեջ չի ելել մի օր, որ ասենք նույնիսկ մտքովս մի անգամ գոնե չանցնես, ամեն օր թեմարեն է լինում։ Կարողնես, մեր ամեն ինչը որ ուզում ենք անպայման գտնենք քեզ։ Շատ բաներ կա ասելու, բայց հույս ունենանք, որ ձեր ասելիքները տեղ կհասնեն եւ հնարավոր կլինի գտնել ձեր եղբորը, որպեսզի կարողանաք բարձրաձայնել այն ամենն, ինչ ուզում եք նրան ասել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, որ դիմել եք մեզ, շնորհակալություն, որ չեք դադարում հույս ունենալ եւ հավատալ, որ մի օր այդ գեղեցիկ օրը տեղի կունենա ու գուցե նաեւ Արտուրը հայտնվի։ Շնորհակալ եմ ձեզանից։ Մենք լիահույս ենք, որ նա ում փնտրում են, անպայման կտեսնի մեր թողարկումը եւ կարձագանքի։ Եթե անգամ չտեսնի, ապա նրա ուշադիր ծանոթները կհայտնեն նրան այս տեղեկությունները։ Այն պահից, երբ դուք դիմում եք սպասիր ինձին, ձեր պատմությունն անցնում է հետաքրքիր ճանապարհ։ Փոխանցվում է ձեռքից ձեռք։ Դրա նույնիսկ անկարևոր թվացող մանրուքները ուսումնասիրվում են, գտնելու համար պատմության կծիկի այն թելը, որը բացվելով մեզ բերելու է որոնվողի մոտ։ Պատմությունը հետազոտելու ընթացքում ի հայտ են գալիս էական դետալներ, որոնք որոշիչ դեր են խաղում որոնումների հաջող ելքի համար։ Հաճախ լինում է այնպես, որ նույնիսկ հայտատուներն են իրենց համար նորություններ բացահայտում։ Այդ նորությունները կարող են լինել ինչպես ուրախացնող, այնպես էլ ոչ այնքան հաճելի։ Բայց եթե գլխավոր նպատակը մարդուն ամեն դեպքում գտնելն է, ապա պետք է պատրաստ լինել ցանկացած ինֆորմացիայի։ Դիտենք մեր հաջորդ տեսահայտը եւ վերադառնանք տաղավար։ Ես Արքիմեդ Վանիկ Մինասյանս փնտրում եմ հայրիկիս Վանիկ Արքիմեդի Մինասյանին։ «2000 թվականի հոկտեմբերի 17-ն էր, օրը երեքշաբթի, առավոտյան 10:30։ Արքիմեդ Մինասյանի հայրը Վանիկ Մինասյանը գնաց խանութ շաքարավազ գնելու, օրը մթնեց, բայց Վանիկն այդպես էլ տուն չվերադարձավ։ Տենց որ ասեմ ինչ որ արտարոց պահվածքեր կամ ինչ որ տենց կասկածելի իրավիճակներ, չէ, սովորական մարդը ոնց որ գնա խանութ ու ոչ մի լուր չկա։
իրան անես չի պահել, որ մենք ինչ-որ բան կասկածենք կամ մայրս կասկածի, դրա համար տենց հեռախոս բան չկա, որ զանգենք, իմանանք շուտ որտեղ է։ Մինասյաններն այդ ժամանակ ապրում էին Երևանի Երևունի վարչական շրջանում։ Վանիկն աշխատում էր սննդի կետերից մեկում։ Պատահածից հետո նրա կինն ու երկու երեխաները տեղափոխվեցին Նոր Խարբերդ։ Մեզի ինձ ու աղբորս պահե մեծացել է, բանակ ճանապարհել է, բոլորը մայրս արել 2000 քանի թվերին էլի շատ վատ վիճակ էր, նոր մայրս մտել է մեր Խալբերդի մանկատունն աշխատել, նոր մենք կամաց ոտին կանգնել։ 20 տարի անց Երևունի վարչական շրջանի անձնագրային ծառայությունից Արքիմեդն իմացավ, որ իր հայրը 2000 թվականին տնից հեռանալուց հետո տվյալ հասցեում հաշվառումից դուրս է եկել։ Ողջուններ, գտնեի լիքը հարցեր կա տալու, խի մեր կյանքը սենց դասավորվեց, խի ինքը թողեց առանց ինչ-որ մի պատճառի կամ առանց ինչ-որ մի խոսք ասելու թողեց գնաց։ Բոլոր տղաներն էլ հոր կարիք ունեն, ինչ-որ բանը ուզել ես կիսվես, ասես կամ ինչ-որ երեխեքի հետ խնդիր ել է փողոցում, նեղացել են կամ կռվել ես կամ ինչ-որ բոլոր հարցերը ուզել ես գնաց դիմես, բայց իմացել ես, որ խոսքի հայրը քո կողքը չի, նեղվել ենք, չենք ցույց տվել։ Կուզեմ գոնե դեմ վաղ փոքր եմ եղել, չեմ հիշում շատ, բայց հիմա գոնե կուզեի գոնե մի անգամ տենայի։ Պապ ջան, դու ինձ լսում ես, խնդրում եմ արձագանքի, մենք քեզ սպասում ենք, ինչ որ լինի, խնդրում եմ մի կապ հաստատի, մենք բոլորը սպասում ենք, չենք մոռացել։ Ուշադիր հեռուստադիտողները վստահաբար կհիշեն, որ նախորդ տարի «Սպասիր ինձ» հեռուստանախագիծը հանդես եկավ նորամուծությամբ, ինքնուրույն որոնման հայտ նկարահանելու հնարավորություն տալով բոլոր ցանկացողներին։ Ուզում ենք ևս մեկ անգամ հիշեցնել այդ տարբերակի մասին, որն անվանել ենք սելֆի հայտ։ Սա հարմար տարբերակ է հատկապես նրանց համար, ովքեր բնակվում են արտերկրում, բայց շատ են ցանկանում մեր հաղորդման մասնակիցը դառնալ։ Եվ այսպես ձեզ անհրաժեշտ է ընտրել լուսավոր անաղմուկ վայր, տեղադրել հեռախոսը ձեր առջև հորիզոնական դիրքով եւ միացնել տեսաձայնագրման կոճակը։ Մնում է ընդամենը ներկայանալ, մի քանի նախադասությամբ ներկայացնել ձեր պատմությունը, հստակ շեշտելով, թե ում եք որոնում։ Դե իհարկե նախընտրել է ցուցադրել որոնվողի լուսանկարը, չէ՞ որ դա կարող է էապես օգնել որոնումներին։ Իսկ ցանկացած հարցի դեպքում կապ հաստատեք խմբագրության հետ։ Մեր աշխատակիցները սիրով եւ շատ արագ կպատասխանեն ձեր հարցերին։ Մենք սպասում ենք ձեր սելֆի հայտերին աշխարհի ցանկացած երկրից։ Այս պահից սկսած սպասելու ենք եւս մեկ արձագանքի մեր այսօրվա տեսահայտում հնչող պատմության հերոսից։ Բարի օր։ Mein Name ist Martin. Ես Մարտինն եմ։ Ապրում եմ Նիդերլանդներում։ Ծնվել եմ Լիբանանում, Բեյրութում։ Ես փնտրում եմ իմ կենսաբանական ընտանիքի անդամներին։ Այն մասին, որ որտեղ գրված եմ, իմացել եմ չափահաս տարիքում։ Որտեգրող ծնողներս ինձ են փոխանցել մի ձեռագիր թուղթ, որում նշված է, որ կենսաբանական մայրս հեռացել է երկրից։ Եվ ինձ խնամող բուժքույրը ինձ համար ընտանիք է փնտրում։ Իմ ունեցած տվյալներով կենսաբանական մայրս ինձ անվանակոչել է Էլի։ Հիմքեր ունեմ ենթադրելու, որ ծնվել եմ 1970 թվականի փետրվարի 15-ին։ Սակայն որդեգրման փաստաթղթերում ծննդյանս ամսաթիվը նշված է 1971 թվականի նոյեմբերի 20։ Ինձ որդեգրելու գործընթացին աջակցել են քահանա Շեմայելը եւ մանկաբարձուհի Ֆադվա Զինին։ Խնդրում եմ բոլորին, ում ծանոթ կթվա այս պատմությունը, արձագանքել եւ օգնել ինձ գտնել կենսաբանական ծնողներիս կամ այլ ազգականների։
Թեմայի տարածք, ճնշող լռություն։ Քաղաքի այս հատվածով Ժենյա Խաչատրյանը քայլել չի սիրում։ Տխրում է և արագացնում քայլերը։ Նախկինում այստեղ եղել է այն ծննդատունը, որտեղ 1980 թվականի մարտի 13-ին ծնվել են Ժենյան և նրա երկվորյակ եղբայրը։ Մայրը Մարգարիտը 5 օր շարունակ տեսել է երեխաներին, կերակրել է նրանց, իմացել է, որ որդին ծուրթատություն ունի։ Մարտի 17-ին ծննդատան շենքում լուր է տարածվել, որ մանկաբարձուհու Նորածին թոռը մահացել է։ Հարցն էլ երեխա ունենալ այլևս չի կարողանա։ Մարգարիտն այդ ժամանակ երկվորյակներին կերակրելիս է եղել։ Հետո բուժաշխատողները երեխաներին մոր մոտից տարել են և րոպեներ անց հայտնել։ Տղան մահացավ։ Մայրիկս մեծ աղմուկ է բարձրացնում, պատուհանին է բացում, գոռում, կոչում է, թե հնարավոր չէ 10 րոպե առաջ իմ երեխան նորմալ, արդեն 5 օր է, ես գիտեմ իմ երեխային առողջ, նորմալ երեխա է։ Սրսկել են, մայրիկս հանգստացել են, որպեսզի շատ սկանդալ չբարձրացնի, մինչև իրանք ներքին գործը արել են։ Այդ ժամանակ եղբորս անուն ազգանուն է եղել է Մնոյան Վարազդատ։ Ավելի ուշ ասացին, որ մանկաբարձուհու թոռը չի մահացել։ Իսկ երբ երեխան սկսեց քայլել, նկատվեց, որ նա ծուրթատություն ունի։ Նրանք ապրում էին Ժենյայի հորաքրոջ տան հարևանությամբ։ Մարգարիտը երեխային հաճախ էր տեսնում։ Մայրիկս հորաքրոջ տուն գնալուն պես տեսնում է, որ հարևանի կինը իր թորնիկի հետ, թորնիկի ոտքին երկաթ է անցրած, թորնիկի հետ բարձրանում է վերև ու անտատ փնփնջալով, թե այսին ճարեցինք, իզուր քեզ վերցրեցինք, ու մայրիկս նայելով մտածում է, թե եթե իմ երեխան է լիներ, միգուցե լիներ, նույն ձևի այսպես կներ, բայց ես հաստատ չէի փնփնտա, չէի այդպիսի խոսքեր ասի, ու միշտ իր մայրիկիս մեջ կասկածանք է մտել, թե ինչու ասենք թոր տա, ոնց կարելի է տատիկը թորնիկի մասին նման բաներ ասել։ Այստեղ հայրիկս, մայրիկս և եղբայրս են, որին որ ասում է շատ է նման եղբորս, մայրիկս է ասում, դեմքով, արտաքինով նման է, ինչ-որ լիկոտությամբ, դե ես մի քիչ քաշայինով եմ ծնվել, իսկ եղբայրս մի քիչ ինձանից ծանր քաշայինով է ծնվել, հետո ինչ-որ դիմագծերը, աչքերը նման են։ Կասկածելի զուգատիպությունները շատ էին։ Գաղտնիքն ի վերջո բացահայտվեց 1992 թվականին։ Պատշգամբում գործանելիս Մարգարիտի հորաքույրը լսեց, ինչպես են հարևանները ցածրաձայն քննարկում և վերհիշում 12 տարի առաջ ծննդատանը կատարվածը։ Խոսակցությունից պարզ դարձավ, որ երեխաներին փոխել են։ Եվ հարևանությամբ ապրող տղան Արմենը հենց Մարգարիտի որդին է։ Մինչ Մնոյանները փորձում էին ընկալել կատարվածը, քննարկում էին ինչ անել և ինչպես, Արմենի ընտանիքը երեխայի հետ մեկնեց արտերկիր։ Շատ մեծ ցավ ենք ապրել, չափիստուց մեծ ցավ չաշված իմ մայրիկիս համար, դա ամենաշատ մեծ ցավը, դե բոլորին բնական է, որ ծնողն է զգում, ամենամեծ ցավը է, որ ինքն է տեսել։ Մայրիկս այդ դեպքերից հետո միշտ մտահոգ և շատ ծանր է տարել այդ ամեն ինչը, նույնիսկ մեզ ցույց չտալով, բայց մենք այդ ամեն ինչը նկատելով զգացել ենք իր այդ դժվարությունները, ապրումները ամեն օր, ամեն տարի վրա սպասելով իր որդու գալուն, իր որդու գտնվելուն։ «2006 թվականին Ժենյայի ծնողները մահացան։ Եղբոր որոնումներով հիմա նա է զբաղվում։ Ես ուխտ եմ արել, որ հանուն մայրիկիս պետք է գտնեմ։ Առաջի հերթին հանուն մայրիկիս, որ թեկուզ չհասցրեց ներկապային տեսնել, հիմա որպեսզի Շիրիմին գնամ հանգիստ կանգնեմ, ասեմ, որ մամ ջան, որդուդ գտել եմ։ Այսքան տարիների տառապանքները, տանջանքները, որոնք որ ես տեսել եմ, իմ սրտում խորը նստվածք է թողած։ Հույսով եմ, որ եթե իմ ձայնը լսի, անպայման արձագանք կտա, այսքան լսելով այս պատմությունը միգուցե չգիտեմ իրան ինչեր են պատմել, ինչեր են ասել, ես ուզում եմ, որ ինք ամբողջ եղելությունը իմանա ու արձագանք տա, ու ամենակարևորը, որ
մեկ անգամ գոնե տեսնեմ, կգեմ իր աջակցությունը զգամ։ Եվս մեկ թողարկում ավարտվեց։ Ոմանք այսօր երջանկացան, ոմանք հույսով լցվեցին, ոմանք էլ ապրեցին իրենց համար լիովին նոր էմոցիաներ։ Ուրեմն թող երջանկությունը հարատև լինի, հույսերն արդարանան, իսկ հույսերը միայն հաճելի լինեն։ Ու կարևորը իրար փոխանցենք մեր դրական էներգիան։ Փնտրեք իրար, ինչ էլ որ պատահի, եւ սպասեք անկախ ամեն ինչից։ Եթերում սպասիր ինձ դեր, մինչ նոր հանդիպում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։